Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ անդամ ղեկավարների պաշտոնական հանդիպումներում Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հայտնվել է կատակներ անողի կերպարի մեջ։ Իլհամ Հեյդարի, ասում էիք չի գալու, երեք անհանգստանում էիք, ասում էիք չէ, որ Նիկոլ Վովային առանց մեզ ոչ մի տեղ չի գնա։ Ինչպես թե չեմ գալու, որտեղ չեմ գալու։ Այս զրույցի տեսանյութը հրապարակել է Լուկաշենկոյի գործունեությունը լուսաբանող տելեգրամյան ալիքը։ Տեսախցիկները ֆիքսել են նաև, թե Պուտինն ու Ալիևը Դուշանբեում կայացած ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ինչպես են գրկախառնվում։ Իսկ ահա Պուտին-Փաշինյան դեբատում հնչեցված թվային ցուցանիշները տարբեր են։ Պուտինը Փաշինյանից Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալներն է փորձում ճշտել, բայց եւ չի համաձայնում Փաշինյանի ներկայացրած թվային ցուցանիշների հետ։ Сколько сейчас товарооборот? Ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ որքան է կազմում։ Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար։ Որքան։ 4 միլիարդ դոլար։ Ոչ, ավելի շատ։ Անցած տարի 9 միլիարդ էր։ Примерно 9 миллиард. Անցած տարի ավելի շատ էր։ Ակնհայտ է, որ այս տարի էլ ավելի շատ կլինի։ Ավելի ուշ Գևորգ Պապոյանն է գրառում կատարում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել, որ նա հրապարակել է Հայաստանի վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը, եւ հետեւաբար ըստ Պապոյանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերը ճիշտ են։ ԱՊՀ ղեկավարների հետ նեղ կազմով հանդիպմանն արդեն Փաշինյանը արձանագրել է, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ По итогам мирного саммита, который прошел 8 августа текущего года в Вашингтоне. Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր։ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտության չկանխորոշված միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Փաշինյանը հայտնեց, որ Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ մարտին Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը եւ ըստ նրա դրական արդյունքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։ Эти усилия должны включать беспрепятственное. Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ TRIP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երթուղային եւ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ հաստատված խաղաղությամբ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը դեռ չեն սպառվել։ В этом контексте стороны Այս փաստաթուղթը եւս հղվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը։ Ալիևը սակայն եւ ոչ մի խոսք չի արտաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա ներկայացրել է Լաչինի Բերձորի զարգացմանը վերաբերող պայմանները։ Ադրբեջանական լրատվամիջոցներն են գրում, որ նա ԱՊՀ պետությունների ղեկավարներից աջակցություն է խնդրել եւ այս անգամ էլ Իլհամ Ալիևը Բերձորի զարգացման մասին խոսելիս կիրառել է արևելյան Զանգեզուր տերմինը եւ չի մոռացել մեղադրել հայերին, ձևակերպելով, թե 30 տարի օկուպացրել են Բերձորն ու ավերել այն։ Ավելի ուշ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը 10-ին հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են խաղաղության ճանապարհով առաջ շարժվելու հարցեր։ Ալիևն ու Փաշինյանը շատ ջերմ են շփվել։ Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի վերջ 3 գումարած 3 տարածաշրջանային հարթակի 4-րդ նախարարական հանդիպումը կազմակերպելուն։ Այս պահին ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստ են հյուրընկալել հանդիպումը, մնացել է համաձայնեցնել հերթականությունը։ Նա ընդգծել է, որ հարթակը կարևոր եւ պահանջված ձևաչափ է, որտեղ պետք է տարածաշրջանի երկրներն իրենց դերակատարությունն ունենան, իսկ երրորդ երկրների մասնակցությունը պետք է լինի տարածաշրջանային շահերի
պայմանների հիման վրա։ Հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր շոշափում են մյուս հարևան երկրների շահերը։ Այդ պատճառով երեք գումարած 3 հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ։ Թբիլիսիի մասնակցությունը դեռ հարցական է, սակայն դռները նրանց համար բաց են։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը եւ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման կարևոր փուլ է։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Անկարայում իր թուրք գործընկեր Գյաշար Գյուլլերի եւ Վրաստանի պաշտպանության նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նաեւ նշել է եռակողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ պայքարի կարևորությունը։ Պատերազմից հետո պարբերաբար տեղեկություններ էին տարածվում թշնամու օգտին գործողություններ կատարած զինվորականների ձերբակալման եւ կալանավորման մասին։ Իհարկե, պարզ չէր կալանավորվածների մեղքն ի վերջո հաստատվել է, թե ոչ։ Ընդհանրապես այդ պրոցեսների վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ փակ են։ Հասկանալի չէ, թե ովքեր են նրանք, քանիսն են եւ ինչ մասշտաբի վնաս են հասցրել պետությանը, եթե մեղքը հաստատվել է։ Ամենակարևորը, պարզ չեն դրանց պատճառները։ Սա ինչի մասին է վկայում։ Սա վկայում է այդ անհատի կերպարում արկա խնդիրների մասին, հանրության շրջանում արկա խնդրի մասին, պետական համակարգում արկա խնդրի մասին։ Թեմային անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, թե ընդունված չէ հիմա խոսել դավաճանության բազմաթիվ դեպքերի մասին։ Այդուհանդերձ նա մի շարք հարցեր է բարձրացնում։ Դրանք կարծես ուղղված են հենց իշխանություններին, այսինքն խաղի կանոնները սահմանողներին։ Ինչքանով ենք ավանսով հերոս համարում բոլորին, եւ հետո այդ հերոսների մեջ պարզվում է, որ վայ մի դավաճան բացահայտվեց, վայ երկրորդ դավաճանը բացահայտվեց, վայ երրորդը, վայ չորրորդը, ընդ որում սա ես օրինակ չեմ ասում, որովհետեւ վերջին տարիներով եթե հիշողությունս չի դավաճանում, տասնյակ մենք դեպքեր ունենք։ Դրանք առաջանում են իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետևանքով, այսինքն ինչպիսի քաղաքական խոսույթ վարքագիծ է դրսևորվում, ինչպիսի քաղաքականություն է վարվում, որի պայմաններում նույն մարդը կարող է իր վարքագիծը փոխել։ Մի դեպքում մարդը որոշել գնալ կռվելու, մյուս դեպքում համագործակցելու թշնամու հետ։ Մասնագետների տեսանկյունից դավաճանության մասին զրույցները տեղեկատվական հոսք են նետվում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում նորից ու նորից բացատրել, թե ում մեղքով եւ ինչպես 2020-ից մինչեւ հիմա հայկական կողմն ունեցավ այսքան կորուստ ու պարտություն։ Այդ խնդրին ըստ էության պետք է վերջակետ դներ 44-օրյա պատերազմի պարտության պատճառները քննող հանձնաժողովը։ Վերջինի եզրակացությունը, սակայն, այդպես էլ չհրապարակվեց։ Խորհրդարանի ղեկավարի որոշումով ուղարկվեց արխիվ։ Ենթադրաբար հանձնաժողովի աշխատանքների արդյունքում Երևան չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք ինչպես իրենք էին ասում, կցնցեն հասարակությանը, թե ինչի պատճառով են եղել պարտությունները։ Հանձնաժողովի զեկույցին, եթե մենք ծանոթանանք, մեծ հավանականությամբ կբացահայտվի, որ կադրային քաղաքականությունը ամբողջովին տապալված է եղել։ Կա եւս մեկ խնդիր, պարբերաբար դավաճանությունների մասին զրույցները հասարակության մոտ տպավորություն են առաջացնում, որ այդ զազրելի երևույթը հանդիպել է միայն մեզ մոտ, եւ սա դառնում է հանրային ինքնակնդատական ինչ-որ գործիք։ Չկա աշխարհում այդպիսի բանակ, որտեղ դավաճանության դեպքեր չլինեն։ Նույնիսկ մեզ հայտնի այսպես տեխնոլոգիական բանակներում, ինչպիսին Իսրայելի բանակն է, ինչպիսին Միացյալ Նահանգների բանակն է, նույնիսկ Չինաստանում, որտեղ բավականին խիստ է դեպքերս, նույնիսկ այնտեղ կան դեպքեր։ Մյուս կողմից, եթե հայտարարվում է դավաճանության դեպքի բացահայտման վերաբերյալ, պետք է հիշել, որ դա խոսում է պետական համակարգի թերի աշխատանքի մասին։ Հակահետախուզության նպատակը ոչ թե դավաճանությունը բացահայտելն է, այլ այն կանխելը, ինչը լրիվ այլ ծավալի աշխատանք է պահանջում։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել Գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն հոկտեմբերի 7-ից կալանավորված Արսեն Ղուկասյանի։ Ակցիայի մասնակիցներից Սերգո Գալստյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորեղբայրը հայտնել է, որ ակցիան խաղաղ է։ Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ Արսեն Ղուկասյանին ապօրինի են կալանավորել եւ նա առողջական ծանր վիճակում է։ Արսեն Ղուկասյանը պաշտպանության նախարարության վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է, ապա մեկ ամսով կալանավորվել խուլիգանության համար։
Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունն ահազանգում է Կիրանցի վանքի պատերին վանդալիզմի դեպքեր են արձանագրվել։ Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության Տավուշի աշխատակիցների ջանքերով Կիրանցի վանքի պատերին արված գրառումներն ավելի ուշ մաքրվել են, հեռացվել են գրվածքների մի մասը։ Որոշներն այնուամենայնիվ մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են։ Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից։ Մայրաքաղաքում հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն մայրաքաղաքում ազոտի երկօքսիդի պարունակությունը եւս գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հայաստանում գնաճը կազմել է 3,7%, տարեկան օգոստոսին գրանցված 3,6%-ի համեմատ։ Սննդամթերքի գների աճը սեպտեմբերին արագացել է մինչև 5,8% տարեկան, նախորդ ամսվա 4,9%-ի համեմատ, ինչը պայմանավորված է միջազգային սննդամթերքի գների փոփոխություններով։ Միևնույն ժամանակ գնաճը դանդաղել է ծառայությունների ոլորտում եւ ոչ պարենային ապրանքների հատվածում։ Տվյալները հայտնում էր Եվրասիական զարգացման բանկը։ Տաթևեր ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը եւ Հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է World Travel Awards 2025 միջազգային հեղինակավոր մրցանակի։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար 5752 մետր հետադարձելի ճոպանուղին առանցքային դեր է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև Հայաստանի զարգացման համար, բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունն ու 3 անգամ միջազգային մրցանակ բերել Հայաստանին։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները որոշել է միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց, ոստիկանության 4 ծառայողի ազատել ոստիկանության համակարգից, 1 ծառայողի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժերը։ Քննության առնված նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։ 2023-ից 2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք եւ 2 տրանսպորտային միջոց։ Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման եւ վարձակալության գործընթացները։ Փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգը օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ցմինդալ-Լարս ավտոճանապարհն էլ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նուբարաշենի աղբավայրը նորից է ծխում։ Հրդեհը գիշերն է բռնկվել Արդեն առավոտյան երկինք բարձրացող ծուխը Երևանի ամենատարբեր վարչական շրջաններից էր տեսանելի, նաև Արարատի մարզից։ Հրդեհի հիմնական մասը մարվել էր գիշերը, տեղում տասնյակ փրկարարներ են աշխատել վտանգելով իրենց կյանքը։ Գիշերը աղբավայր էր ժամանել փրկարարծառայության տնօրեն Կամոց Ցուցուլյանը, նաև փրկարարծառայության տնօրենի տեղակալները։ Իսկ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում հիմնարկի 15-ից ավելի ջրատար ջուր են հասցրել փրկարարներին։ Բեռնատարներով էլ հող են տեղափոխել տարածքը ծածկելու համար։ Ժողովուրդ, հավատացեք, որ բավականին վտանգավոր ծանր աշխատանք, թե քամին է իր սև գործը արել ողջ գիշեր, թե աղբավայրի այս քունավոր ծուխը։ Առավոտյան Երևանի քաղաքապետն է աղբավայր ժամանել, խիստ գործողություններ է պահանջել Տիգրան Ավինյանը, արհեստական հրդեհների ստեղծմանը վերջ տալու համար հանձնարարականներ է տվել։ Հասարակական կարգից ևս 6 հոգի կգա, շլագբաում կդրվի հստակ ավտոյի համարներով, իմանում ենք ով է մտնում, անունով իմանում ենք ով է մտնում։ Հենց այդ ռեժիմին ենք գնում։ Ավարտել 4 օր։ Ամբողջ այս ինստրուկտաժը ավարտեցինք, ես գիշեր հիմա մարելու համար։
Ի դեպ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Նուբարաշանի աղբավայրում Երևանի շտապօգնության բժիշկների խումբը հերթապահություն կիրականացնի մինչև հրդեհաշիջման աշխատանքների ավարտը։ Արտիքի բնակիչներն էին բողոքի դուրս եկել Նարեկացի փողոցում էին հավաքվել ու ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնա։ Խնդիրն այն է, որ ճանապարհը, որը կապում է Շիրակի ու Արագածոտնի մարզերը, դարձել է պատուհաս իրենց համար։ Վերանորոգված ճանապարհ է, որը դարձել է տրանսպորտային պատահարների ու վրաերթերի պատճառ։ Բա ինչ անի ժողովուրդը, բա մարդը դպրոցա, երեխեքը դպրոցն է, Արագաչափը զսպաշապիկ է եղել։ Իմու գերեցիկ, ուղարկեցիկ, հələ տարու ճանել ացել է։ Պատասխանատուներին մի քանի անգամ դիմել են, խնդրել Արագաչափ տեղադրել։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ հարևանությամբ Արտիքի թիվ 6-րդ դպրոցն է գործում, որտեղ 300 աշակերտ է սովորում։ Անվտանգության խնդիր կա։ Բազմաթիվ խնդրանքներից հետո Արագաչափը տեղադրվեց, վիճակագրությունն էլ նվազեց։ Սակայն Արագաչափը որոշ ժամանակ անց հանել են ու ՃՏՊ-ները դարձյալ ավելացել։ Պահանջում են, որպեսզի Արագաչափը նորից տեղադրեն։ Մեր թորներն են, երեխեքն են, կետը դպրոց կան, վտանգավոր է, փախենանքոր ասին շանտի։ Մենք պետք է կանիկով բարեկություն ունենք, որ երեխեքը ասին շամպեն դառնա փորձանք չկա։ Լավ է դպրոցի մոտ է մի ադմ դերեն բան։ Սվետաֆոր կենով կեսրախմեն ավտոները կայնին երեխեքը իր կան։ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարն ու ոստիկանության Անիի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էին եկել։ Քաղաքացիների հետ երկար բանակցեցին։ Խոստացան խնդիրը համապատասխան մարմիններին տեղեկացնել։ Քաղաքացիները լսելով նրանց բացել են ճանապարհը միայն մի պայմանով, որ եթե անվտանգության հարցը չլուծվի, նորից կփակեն։ Մեկ ամսից ավելի է մայրաքաղաքի Մալխասյանց փողոցում ջրի հոսքը չի դադարում։ Ըստ բնակիչների խմելու ջրի խողովակն է վնասվել։ Ջուրը մինչև Սլավոնական համալսարան է հասնում։ Վեոլիա ջուր Երևանի քաղաքապետարան ու Արաբգիրի թաղապետարան են դիմել բնակիչները, ու մինչև մեկը մյուսի վրա են գցում խնդիրը ջուրն անդադար հոսում է ամբողջ փողոցով։ Ձեր քթի տակն է խմելու ջուրը էթում կորում է։ Բայց ումն է։ Ոռոգմանն է, բայց Վիոլայի ջրի դեմն է, չէ։ Ջրի հոսքը դադարեցնելու համար կոնկրետ քայլեր են պետք, թե չէ այդպես նաև ճանապարհն է վնասվում։ Արդեն իսկ հսկայական փոսեր են առաջացել։ Հոկտեմբերի 9-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Օփել Զաֆիրան ծովագյուղ շորժավ Վարդենիս ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում։ 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։ Փրկարարները երկրորդ մահացածի մարմինն են տեղափոխում դիատարի մոտ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարության Վարդենիսի շրջփրկարարական ջոկատի փրկարարները ու Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվ են գործել ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ